եւ այսպիսով պարոն Հովհաննիսյան կարող եք սկսել զեկույցը ներկայացնել։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, ես կաշխատեմ կարճ ներկայացնել հիմնական ձեռքբերումները եւ քանի որ մենք հիմա քննարկում ենք այս հարցը ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում, ես կսկսեմ բյուջետային համակարգի հետ կապված որոշակի հարցերից, հետո նաև կանդրադառնամ մի քանի այլ հարցերի։ Նախ ուզում եմ ասեմ, որ 24 թվականի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում 25 թվականի պետական բյուջեում առաջին անգամ ներառվել են կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմը, սա շատ իմ կարծիքով բավականին էական քայլ է մեր բյուջետային ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Մենք նաև բյուջետային փաստաթղթում ավարտի ժամկետ ունեցող միջոցառումների ներկայացում ենք իրականացրել, որպեսզի հանրությունը եւ նաև պատգամավորները ավելի ամբողջական պատկերացում եւ տեղեկություն ունենան նրա մասին, թե պետական բյուջեում ինչպիսի ծախսեր են ներառված եւ նրանք ինչ ավարտի ժամկետներ ունեն։ Առաջին անգամ 25 թվականի բյուջեի ուղերձում նաև սահմանվել են եռամյա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակները, սա մեկ քայլ է դեպի եռամյա բյուջե ունենալուն, որը պլանավորում ենք իրականացնել արդեն 2026 թվականի բյուջեից սկսած։ Եթե խոսենք բյուջեի ծախսերից եւ եկամուտներից, ապա եկամուտները կատարվել են 95.8%-ով, որից հարկային եկամուտները եւ պետական թուրքերը 92.7%-ով, իսկ ծախսերը իրականացվել են 93.9%-ով։ Նշեմ, որ սա ծախսերի մասով 16%-ով ավելին է, քան 2023 թվականին եւ 9.3%-ով ավելին է, քան եկամուտների մասով։ Եթե խոսենք պարտքի մասին, ապա պետական պարտքը 24 թվականի տարեվերջին կազմել է 5 տրիլիոն դրամ կամ շուրջ 12.8 միլիարդ ԱՄՆ դոլար, նախորդ տարեվերջի նկատմամբ պետական պարտքը ավելացել է 6.2%-ով, սակայն ուրախալին նաև, որ պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում եւ կազմել է 48.3%, որը 0.1%-ով ավելի ցածր է, քան 2023 թվականին։ Մենք մի շարք բարելավումներ ենք իրականացրել մակրոտնտեսական մեր կանխատեսումների համակարգում, ներդրել ենք սցենարային վերլուծություններ, որոնք հնարավորություն են տալիս ունենալ պատկերացումներ այս կամ այն իրադարձության կամ զարգացման դեպքում մեր մակրոտնտեսական իրավիճակի վրա ազդեցությունների վրա եւ դրա հետևանքով ունենալ նաեւ պատկերացում մեր անելիքների մասին։ Եթե հարկերի մասին խոսենք, ապա հարկեր հնարածությունիշը կազմել է 23.6%, նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 0.45%-ային կետով, սակայն վերջին 7 տարիներին հարկեր հնարածությունիշը
բարելավել է 2.8%-ային կետով, 20.8%-ից հասնելով 23.6%-ի։ Առաջի անգամ 24 թվականի բյուջեում նախատեսել ենք նաև ըստ հարկատեսակների եկամուտները, որը եւս մեկ առաջընթաց էր մեր կանխատեսումների եւ պլանավորման մակարդակը բարելավելու ուղղությամբ։ Բազմաթիվ վերլուծություններ ենք իրականացնում ֆիսկալ ռիսկերի գնահատումը ավելի լավ որակով իրականացնելու համար եւ մեր բյուջետային փաստաթղթերում դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, որը վերաբերվում է ինչպես ՊՄԳ-ների հետ կապված ռիսկերին, նաև իրականացնում ենք պետական մասնակցությամբ ընկերությունների վերլուծություններ եւ դրանց հետ կապված ռիսկերի բացահայտում։ Երկու միջազգային համաձայնագիր ենք ստորագրել կրկնակի հարկումը բացառող, որոնցից մեկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի եւ մյուսը Ճապոնիայի հետ եւ պլանավորում ենք շարունակաբար մեծացնել աշխարհագրությունը։ Միջազգային գործընկերների հետ այլ համագործակցության հետ կապված կարող եմ ասել, որ մենք ունենք բյուջետային վարկերի ներգրավում 4 ծրագիր, որը ընդհանուր առմամբ կազմել է 322.5 միլիոն ԱՄՆ դոլար եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացրել ենք մեր պաուստային ծրագիրը, որը ավարտվում է 2025 թվականին եւ մտադիր ենք նաեւ շարունակել այս ծրագիրը հետագա տարիներին, որը ոչ միայն օգնում է մեզ մեր հանրային ֆինանսների կառավարման կամ մոնետար քաղաքականությունը իրականացնելու գործում, այլ նաև միջազգային կառույցների եւ ռեյտինգային ընկերությունների համար հուսալի տեղեկատվության աղբյուր է եւ Հայաստանի վարկանիշի բարձրացման վրա ազդեցություն է ունենում։ Մենք նաև 850 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 6 նպատակային վարկային եւ շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 6 դրամաշնորհային համաձայնագիր ենք կնքել եւ արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից 16 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ ենք ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ կապված ծրագրի համաֆինանսավորման մասով։ Երևի ընդհանուր առմամբ այսքան է, եթե որևէ ոլորտի հետ կապված, այսինքն կարող եմ ներկայացնել նաև հարկային քաղաքականության